Երեխեք ջան, եթե կներեք 1000 անգամ, բայց պիտի ես թեման բացեմ։ Դու գոմիկ ես, կոպիտ ասած, սեքս ես արե։ Եկուս չեմ իսուր, սաղ քաղաքը պայլուբոմու իմանում ա, ինչ տարբերություն։ Դու կասես, թե քաղաքը կիմանա, ինչ տարբերություն։ Բայց ասում եմ, ես անկեղծ ձեռս դնում եմ խղճիս ասում եմ, այսքան ժամանակ երկու տղու հետ եմ եղել, երկու տղու հետ, երկուսի հետ շատ լավ եմ զգացել, բայց կյանքում չեք իմանա ում հետ եմ եղել, իրանք իմ համար շատ թանկ մարդիկ են, որովհետև իրանք ես կյանքում երևի են մարդիկ են, որոնց վրա ես հաստատ 100%-անոց հույս դնեմ, վստահ եմ, որ 100%-անոց ի հայտ լինելու է մեզ։ Մեկը ես եմ, վայ խապնված, երանի չեր դու լենեիր։ Գնում ես ծելեթեյլի կեսը տրասեն, ինչ աղջիկ։ Էդ մեն տրասեց սեքս են անում, ասմա ծելետ բանա, աղջիկա հետ եմ եղել։ Արա ես չգիտեմ որտեղով ինչա կայնում, ինչ եք խափում, ինձ խափիկ, են մեկին խափիկ, հասարակությանը կխափեք, ես նորից եմ ասում, տրասներին ու գոմիկներին եմ ասում, ես ձեր ցավը տանեմ, ով ում հետ կարում եք, լավ եք անում, սեքս եք անում, կարում եք փողով, արեք փողով, թքած ունեցեք, եթե իրանք այդպես դիշովկա են, որ կարան խափեն, սաղին ասեն, դուք էլ իրանց ընես կզծրեք, որ մյուս անգամ չխափեն ձեզի։ Երեխեք ասմա ծելեթելին որտեղ ա, հար, երեխեք շատ գիտեմ որտեղ ա, ես ծելեթելի, ճիշտը որ ասեմ, շատ քիչ եմ եղել, բայց որտեղա չեմ էլ հիշում։ Ես հիմնականում ես կոմեդն եմ գործի բերումով, բայց իմ ամենասիրած տեղը քաղաքում մանգալը, որ ման եմ գալիս, անկեղծ ասեմ, էդի որտեղա, պրասպեկտ փողոցն ա, ու մեկ էլ բանը, հրապարակն ա։ Կներեք, բայց էդ ա փաստը։ Էй, որ չես վճարում են, չի պիտի տակ ես, ասենք, որ էդ մեզ միս առնելու։ Չես էտում միս առնում, էդ էլ էդ մարդու աշխատանքն ա, եթե դու չես սիրում իրան, բխես գիշերը թակուն ճիք տալի տենաս որ փողոցում ա, ասես վազի նստի ավտոս, եթե չես սիրում, հարց եմ տալի, բայց վազի նստի ավտոս բառը որն ա, չես սիրում տրանս, գոմիկ, խես ասում վազի նստի ավտոս, լավ չես արա, կամ նորմալ տղա ես, կամ չես, ուրիշ ոչ մի տե բան չկա, գից չկա, երեխեք ջան, բաց խոսում եմ, որովհետև 90%-ը իրաց դրել են սուտի լավ տղու տեղ, 90%-ը, թողեք մարդիկ ոնց կայֆները տալիս է, ատենց է կայֆավատ ըլնեն, են որ էլ իրաց դրել են սրպի տեղ, մտամ հայրենիքը պրկող են, են որ աշոտին էր պնովում են ուրուկ գլոխը, ուրուկ, բեզ ռազմեր կակ, մեկը ջոգիկում էտեմ, են որ ասվես աշոտը դերեքով է հելնում դերյախամ, արա այդ տղեն լավ անում հելնում է դերյախամ, այ ուրուկ գլոխ, մի անգամ էլ եմ կեզ անրադարձել, այ թրած, Ամերիկայում պուտանկա, նստած էտ էկրանների դեմը, դու ոչ յուրային կարաս հասնես, ոչ կարաս յուրային գերներին հասնես, բոլորըդ հասկացակում մասին եմ խոսում, յուրան գոն ինքը, 1000 անգամ կներեք, բանով տղայա, մեծատար տղայա, ծնողը արգող տղայա, դու ինչ ես արա, սաղին պնովում ես, աչու ձախ, ում կարացար կպար, ում վերջու Վարդան Ղուկասյանի ճակատագիրը քեզ է հասնելու, քեզ, էդ որ դուք Ամերիկա եք չմտածեք ստեից բողոք դիմումներ չի էթու Միացյալ Նահանգներ, մեկ կպնում ես վարչապետին, մեկ կպնում ես դերասաններին, մեկ կպնում ես, արա քեզ ինչ Անդրեն գոմիկա թե գոմիկ չի, քեզ ինչ, ուզել ես չի տվե, երեխեք ջոգիկ որի հետ եմ, են ուրուկ գլող բոզի տղու հետ, եթե դու կարում ես քֆուրով խոսասի մայի հետ, այ ագար կա, Ամերիկայից նստած, դիշով կա, քունեմ լավըտ, մենք էլ ստեից կարանք խոսանք քո հետ քֆուրով, ագար կա, բոլորդ երևի հասկացակ որի հետ եմ, են քյաչալ շունը, ուրուկ գլող մեծ գիգանտ ոչխարը, չփորձես մեր հայերին անրադարձ ուղես, քո գործը չի, վերընգի քո տեղը երկրորդ Վարդան Ղուկասյանն ես դարե գլխներիս, չգիտեմ երեխեք մի հատ ուրուկ գլող բոզի տղա կա, մեր մեջ ասած,
քվորների ուշադրություն մի դարձրեք, ուղարկի ինքը անդրադառնում է եւ կանանց, եւ հայրերին, ընտանիքի։ Այ օրուք գլուխ մի հատ քո վիճակը նայ, այ քաքլան։ Արի էլ է Երևան, մի րոպե չեն թողի շնչես, այ ոչխար, ում ասես անդրադարձր, կարաս այդ նույն երկիշների դեմը գնաս կայնես խոսաս։ Ես քո դեմը կարամ կայնեմ խոսամ, այ ոչխար, դու չես կարա հենց դա կայնես։ Քանի անգամ ես քեզ իմ լայվերում անդրադարձա, մարդկանց մեր հայերին չկպնես։ Բիզնեսմեն կլինի, դերասան կլինի, գյոթ ու գոմիկ կլինի, դա ինքը գիտի իրա կյանքը։ Դու ով ես արա, աստված ես, ինչ ես։ Ես կարիք չունեմ հետևորդների, քունեմ լավդ այդ հետևորդներդ որ չլինեն, ով է քեզ թույլ տալու խոսաս։ Չխոսակ Ամերիկայից, բացի յուրայից, յուրային ես հարգում եմ որպես հայ, որտև ինքը իսկապես կները կլրով տղա է, ծնող հարգող տղա է, ես իրա ցավը տանեմ ու իր անգերոջը։ Ամերիկայի յուրային բոլորը լավ գիտեն։ Չխոսակ որևիցե մեկը տտեից չթպրտակ, վերընգեք ձեր տեղը։ Դարձել եք երկրորդ բանը, Վարդան Ղուկասյանը, քֆուրով ես խոսում, հասարակության ասպես բանը, մարդիկ իրար քֆուրով է խոսում, դու այ ոչխար, դու հլը քֆուրով մի խոսա, տելա մեր հայերից ով է քֆուրով քո հետ խոսում, դու քֆուրով ես խոսում, կայլում ես մեր դերասանների քֆրտում ես, բկաղա մեր դերասանները շատ թուլեք է, պիտի չպաշպանեմ, Անդրեի չապ ինչ ուր ես արած ես հասարակության համար, թեկուզ գոմիկա քեզ ինչ Անդրենովա, ընչես Անդրեի կլրից կախվե, կամ աշոտի դեն տիկտոկեր, քեզ ինչ աշոտը ինչ է անում, լավ է անում աշոտը, աշոտի չապ կարացի դերասանություն արա, ասեմ հալալա քեզ քու ցավդ էլ տանեմ, այդ դիշովկա այսօր առավոտ էի լսում, էդ ինչ ձև ես խոսում, Հայաստանում ապրողների հասցի չփորձես այդ ձևով խոսաս, թե չէ Վարդան Ղուկասյանի ճակատագրին կանժանանաս, դրելա բանը, իրան դրելա սրբի տեղ, ոչխար անտերը, եկել եք հասարակությանս եք քֆրտում արա, յուրան որ յուրայա, Խոսալու մեջ քֆուր չի արտահայտում, հարգում է, թեկուզ ինքը չի սիրում ոչ մեկին, որոշներին, բայց էլի քֆուր չի տալիս, էլի հարգում ենք, իրա խոսքը լսում ենք, դու որ անտեր շուն ես, սաղին դնում քֆրտում ես, չես թռե Ամերիկա, արի մտի Հայաստան, Ամերիկայից խոսալով, արի մտի Հայաստան կայնի իմ դիմաց, ասա ես սեց եմ ասե, թաթալոշ կուտես, ոչ իմ մենակ իմ կոմից չէ, մի քանի հոգու կոմից էլ կուտես այդ թաթալոշը, դու ով ես կայնես մարդկանց վարքաբեկ ես, աշոտը ինչ կանի, ժողովուրդ տիկտոկեր աշոտի վերաբերականա, մարդը բաց էի բաց ասում աղբեր ես գոմիկ չեմ, դա իմ դերն է, ինձ կայֆ է տալի այդ դերը, Հիմա Հայկոն մկոն կներեք, Հայկոն որ սուպեր մամայի դեր էր խաղում, ուրեմն գոմիկա, լավ չեք, էդի դերա, դեր, աշոտին դուք իրական կյանքում չկաք, չեք տեսել որոշներդ, աշոտը թասիբով ընտանիքին սիրող, իրա շրջապատի կողմից հարգված տղա է, հա թեկուզ մի քիչ դերասան է, բա պիտի մի քիչ էլ ձևական լինի, թե չլինի, Ինչ մտածելակերպ է, Արա ես ասում եմ, ես գոմիկ եմ, ու թքած ունեմ, ով ինչ կխոսա իմ մասին, Աշոտն էլ թքած ունի, ինչ կխոսակ իմ մասին, իրա մասով, բայց ես ասում եմ, Ամերիկայից քֆոր չհնչի, մեր հայրենակիցների հանդեպ, ես իմ գոմիկ հալով կնստեմ բերանիդ, Գնում են Ամերիկա տեղավորվում են, սկսում են հայերին վարքաբեկել,
TikToker Joy-ին, որ Joy-ի է, ես Joy-ի հետ շատ եմ խաղացել, երեխեք ջան, իրան շատ սիրում եմ, շատ եմ իրան սիրում, բայց ինքը կյանքում երբեք հայերի հասցեին վատ բան չի խոսա, վաբշե, կամ են մյուս հայը մեր, յուրան որ ասեցի, են մեկը, Էսի ովա, իրան դրելա Վարդան Ղուկասյան դվա, սուպերմենի տեղա դրե, եկել են փրկեն Հայաստանը մի փրկեք, Հայաստանը փրկեք, այ ուռուկ գլող, էդ կո Ջորջ Ջանդակով վեր ընգի սաղմանին, տղեր կթոյետան քնեն հանգստանան, այ կասեմ հալալա քեզ հայրենիք փրկող, այ երբ որ քֆուր կտած գոմիկներին կասեմ հալալա քեզ, բայց դու ով ես այ ոչխար, Ամերիկայում տակ տեղ նստած, մի հատ չգիտեմ ինչ-որ սենյակում ես նստած, թե ինչում ես նստած, մարդկանց քֆրտում ես, ասում ես հուրրա, ընդեից կոմենտ գրողներն էլ ճիշտ ես, արա իշտա ճիշտ ձեր այնա քֆրտում, իշտա ճիշտ, ձեր հայրենակիցին քֆրտելը ճիշտա արա, Բայց աղբեր իմ հայնա աշոտը, Անդրեն երկիչը իմ հայնա, արա թեկուզել գոմիկ լավա կայֆա իրանց, էտենցա ես էլ եմ ըտենց ինձ էլ ա կայֆ, ձեզ ինչ, ումա քորում, խեք դնում ձեր որը լացսնում, ձեր որով եմ էթում կունվում, ձեզ ինչ արա, այ Ամերիկայում նստած էկ Գանդոն, դով ես մարդկանց քֆուր տաս, դով ես իմ հայերի հասցեին կպնես, բիզնեսմեն ես կպնում, սեպականատեր ես կպնում, Աշոտ Ղազարյան ես կպնում, էնում ես կպնում, ասա, ում ասես կպար, արա, ում ասես, չես վախեցե, որ կարողա քրեական գործ հարուցվի, ոնց որ Վարդան Ղուկասյանին դեպորտարին ըտենց քեզ, արա մի քիչ ձեզ նորմալ պայեք, արա, խոսում եք, յուրայի պես խոսացեք, բայց առանց քֆուր, դուրդ չի եկի աշոտի հետ քնել ես, որ գիտես գոմիկա, աշոտի հետ եղացկաս, որ գիտես գոմիկա, TikTok-եր աշոտին ես մի անգամ էլ եմ պաշպանել, ու պաշպանելու եմ միշտ, լավ անում դերյա է ակրում, էդքան կլրով տղայա դերյա է ակրում, կայֆավատ ալնում, Աշոտի հասցեով չբզբզաս Ամերիկայից, չբզբզաս, ուխ ես գնացե Ամերիկա, եթե Ամերիկան չի, խես գնացե Ամերիկա, էսով ես դու, այ քյաչալ ուռուկ գլող, երեխեք ջան, ով որ նոր ամտնում չգիտեք, են ուռուկ գլոխի մասին է խոսքը վերաբերականը, են որ իրան դրելա Վարդան Ղուկասյան դոգ, Մերսի շատ հարազատս, ձեզ ինչ գործ, երեխեք ջան, ես եմ, իմ կյանքն եմ, կուզեմ տղու հետ սեքս կանեմ, կուզեմ տատու հետ, կուզեմ պապու հետ, կուզեմ աղջկա հետ, իմ կյանքն է, չէ, ոնց հասկացա Աստված ինձ է տվել այդ կյանքը, Աստված է ինձ դատողը, չէ, ձեզ չի դատելու, ինձ քունվելու ստենալուց, ձեզ է դատելու, խեք Աստծու դատը ձեր ձեռը վերցնում, խի եք դուք որոշում, որ կարակ հարութին բան անեք, դատեք, ով է ձեզ այդ իրավունքը տվե, եթե մեղք չեք գործե, քարը վեկալեք տվեք գլխից, թողում եմ, եթե ես կյանքում մեղք ընդհանրապես գործած չկաք, բայց հիշեք, մարդը ծնված օրվանից արդեն մեղավոր է, որ ինքը ծնվել է, ոս կարակ, աղբեր, ասենք ես նայում եմ, էլի մեր բլոգերների վրա եմ զարմանում, ես էլի թու լավայի ցավը տանեմ, են ոչխար արքայա, չատլախա, ինչա, դրան դատին, լավ, ասենք թու լավան գնաց ինք իրանում, բլոգերներ ջան, խիչ եք ընենց սրան քվրտում, որ ես ոչխարը ձեր հասցեները էլ չգրի, խի ձեր ինքնասիրությանը տեր չեք կայնում, ինչից եք վախենում, որ մի երկու բան էլ ինքը ավել կասի, հավատաց եք իմ հետ զբրոս չի կարա գա, իմ հետ
ոչ մեկ չի կարող մինչև վերջ կռվի։ Ես այդ տեսակն եմ, որ գնում եմ մինչև վերջ։ Աշոտ ջան, կողդ կայնած եմ, ցավդ տանեմ։ Դուրա գալի յուբկա ակնում ես, դերդ խաղում ես, ես էլ քու ցավդ տանեմ։ Տես չեսնով մարդ եմ, լայվումս նստած ասում եմ։ Հետևիցդ չեմ խոսում, չեմ բամբասում։ Իմ մոտ ով ինչ տիկտոկերներից խոսեց, ես լուր մնացի, չեմ խոսում, որովհետև դա իմ գործը չի։ Մարդիկ իրանց ոճը ունեն, ես էլ իմ ոճը ունեմ։ Եթե մարդիկ ինձ չեն կպնում, ես էլ չեմ կպնում։ Բայց այս ոչխար անասունը կպնում է իմ հային։ Այդ նշանակում է, ես չեմ կարա լուր մուր նստեմ, երբ որ ես ճանաչված եմ ու տենում եմ մարդկուն ոնց է քֆուր տալի։ Ես ոչ ուզում եմ իմ մեջը զարգացնեմ, այդ ջիշով կա քեզ քֆրտելով։ Ոչ ուզում եմ ինչ-որ մեկին բան ապացուցեմ։ Ես ուզում եմ մեր հասարակությանը հասկանալի լինի, որ պիտի լինենք մեկ բռուցք, որ նման տիպի ախր աղջիկ կա, չեմ կարա քֆուրտամ, որ նման տիպի անասունները Ամերիկայից լայվ չանեն ու Աշոտին բան անեն, վարկաբեկեն։ Արա նորից եմ ասում, այ քյաչալ ոչխար։ Արա ես, ինչ ես, արայի պապուս համարն ես, պապուս են լավ բանն ես, չգիտեմ ինչն ես, չփորձես, իմ հայերի որևիցե մեկի հասցեին դու կպնես Ամերիկայից։ Արի Հայաստան, տղավարի նստի, Հայաստանում արա լայվդ։ Տենամ քանի օր դու կմնաս երկրի երեսին։ Իմ հայերի հասցեին դու քֆուր չտաս։ Ունես խոսք, ասա խոսքդ, բայց ոչ քֆուրով։ Հասկացար։ Ես գիտեմ ում հետ իշկան եմ, ես իմ կյանքը։ Ես այսպես միշտ թափանցիկ բաց եմ եղել, դրա համար էլ ինչ շատերը հարգում են ու սիրում։ Կզարմանալից ես, այո, հարգում են ու սիրում են։ Բայց ես ում հետ սեքս կանեմ, դու կյանքում չեք իմանա դրա մասին 1,000,000%, որովհետև դա իմ կյանքն է։ Երեխեք ջան, չեմ փոխվել։ Իմ 12 տարեկան բռնաբարությունից հետո իմ մոտ տենց է, փոխվել է։ Իմ հորմոնային համակարգը փոխվել է։ Իմ տղա հայական հատկանիշները ես կորցրել եմ։ Ես այդ ձև եմ աղբեր, բաց էի, բաց ասում եմ, աղբեր թքած ունեմ, ով ինչ կխոսա։ Թքած ունեմ փողոցում կասեք, ես են գեյ տիկտոկերն է, հավատացեք ես ինձ վատ չեմ զգում, կայֆ է տալի։ Թքած ունեմ, հասարակության մեջ ինչ տպավորություն կտա։ Հասկացաք։ Եթե ես պիտի մի բանից վախենամ, ուրեմն չպիտի էդի անեին իմ հետ 12 տարեկանում։ Կոմիկությունը շատ վաղուցվանից հիվանդության բաներից գիտնականների բանով հանված է։ Ինքը իծնե է լինում կամ լինում է փոքրուց, երբ որ մարդուն ճնշում են։ Հոգեբանական ստրեսի են ենթարկում։ Աղջիկ գոմիկները գիտեք են գնում դառնում տրանս, որովհետև հասարակությունը դնում է իրան սուտի լավ տղուտեղ, մտածելով, որ կարա գոմիկի հարցերով լուծի։ Հիմա ես էլ ձեզ ասում եմ, նույն գոմիկների իրավունքներն են պաշտպանված ավելի շատ, քան ցանկացածինը։ Էդի միանշանակ իմացեք։ Նույն գոմիկը այսօր ավելի շատ իրավունքներ կարա ունենա, քան դուք, որովհետև նույն գոմիկին անընդհատ ճնշելուն վիճակում են պահում։ Իսկ դա տենց չպիտի լինի։ Ամբողջ աշխարհով մեկ նույն մարդիկ, հիմա Ռուսաստանը, որ ասում եք չի ընդունում նման բան, այսօր Ռուսաստանում ավելի շատ են, քան տարածաշրջանի բոլոր մեր պետություններում։ Ռուսաստանում, որ դուք տենաք ինչքան շատ են։ Գնա թաքուն քունվի մեր հայերի պատիվը մի քցի, այ ոչխար, ես քեզ ինչ եմ ասում, դու ինչ ես ասում, հա, հեսա գալսեմ հրապարակը կայնեմ քունվեմ, լավ չես արա, այ խելար, հա, պիտի այտենց բացեի բաց անենք, ոչխար, ջոգում ես ինչ ես գրում հիմա, ես ինչ եմ ասում, դու ինչ ես ասում, այ լակոտ, ես ասում եմ, մարդը ոնց կա,
Ատենց պիտի ներկայանա։ Ու թկած ունեցեք ժողովուրդ մարդկանց կարծիքի վրա։ Ես ասում եմ, ես Ջոյին շատ եմ հարգում, որտեվ Ջոյին միշտ իմ դեմքին ճպստում է, իրան շատ եմ սիրում հարգում, որպես մեծատառով տղա։ Ալեքսիսին շատ եմ սիրում հարգում, էլի, Հասոին էլ, ով ու մետ իշխնդիր ունի ինչ չի հետաքրքրում։ Ես մեր հայ բլոգերներին, Արամին, բոլորին, թութու լավային, բոլորին, բաց են չատլաշկա բանից, են ոչխարից, են որ դատեցին, դրան հասկացա ոչ մեկ էլ չեր էլ սիրում, բացի իրա նման յոբրներից։ Ում հարցնում է սաղ դրան քֆրտում է, սաղ, որովհետև անկեղծություն չկա դրանց մեջ, դրանց տեսակը անկեղծ չի, երեխեք ջան, ավելի լավա նորից եմ ասում, կներեք, չեմ պաշտպանում ինձ, իմ շայրը չեմ բանանում, իմ համար մեկ է, ավելի լավա իմ տեսակ մարդու հետ շփվեք, քան թաքնված գոմիկների հետ։ Ես դա ձեզ վստահեցնում եմ։ Թաքնվածները, հավատացեք, ավելի վտանգը որ են, կամ որ մարդ ասում ախպեր ես ես ձև եմ, ուզում ես շփվի, չես ուզում մի շփվի։ Ախպեր մարդը ինչ կա ինքն է որոշում։ Ես ասում եմ մասիվում երկու տղու այգում բռնացրել եմ իրար հետ այն բանից անելուց, մասիվում, վիդեո ունեմ, մասիվի այգիներից մեկում, երեկոյան ժամը 10-ին էր, երբ որ մեր վարձով տունը վարձը վեկալեցի, ասեցի քայլելով իշնեմ, ամառ էր, լավ եմ հիշում, կյանքում չեմ մոռանա, այդ ռազվարոտով որ իշնում եմ, սրած նկարում եմ, գալիս են ասում եմ ախպեր ջան, կամ դուք հասարակությանը ասում եք, որ դուք այդ ձև եք, ձեր ընկերների մոտ, ձեզ պահում եք ընենց ոնց որ դուք կաք, կամ էլ անում եք սաղ թաքուն ու ոչ մեկ չի իմանում, բայց եթե ձեզ բռնացրեցին վիդեոներում էլի ըտենց բաներից, ես եմ ձեզ խայտարակ անելու, իրանք այսօր իմ լայվում կան ու լսում էլ են հիմա ինձ, նորից եմ ասում, դրա համար չունեմ վախենալու ոչ մեկից, բոլորի վրով էլ վիդեոներ էլ կա, բոլորի վրով ամեն ինչ էլ կա, բոլորի, Զաքյան փողոցում քանի հատ գոլդ համարներով մեքենա է գալի, այն մյուս փողոցում քանի հատ ընենց մեքենաներ են անցնում, բոլորիդ նկարները գիշեր ժամը մեկին իմ մոտ կա, բայց դա իմ խնդիրը չի, դուք ձեր անձնական կյանքը, դուք մի եկեք մտեք իմ տրուսիկի մեջ, ես էլ չեմ մտնի ձեր անձնական կյանքի մեջ, դուք մի եկեք մտեք իմ անկողին մոմ պահեք, ես էլ չեմ մտնի ձեր անկողին ես մոմը չեմ պահի, օքեյ, ամեն մարդ ունի իր կյանքը, սիրեք առաջինը ձեր ծնողներին, հարգեք ձեր ծնողներին, մեծարեք ձեր մեծերին ու մեծարեք ձեր Աստծուն, այսինքն մեր Տեր Հիսուսին, ուրիշ ոչ մեկին, երեխեք ջան, Աստված, ծնողներ ու լավ ընկեր, ամենալավ նվերը մարդու կյանքում էսա, որ ես այսօր ունեմ, Աստված, ծնող, ընկեր, ես եթե պիտի վախենամ, վախենալու ունեմ Աստծուց, ես ոչ վախեցել եմ ատրճանակից, ոչ վախեցել եմ գողերից, ոչ վախեցել եմ հանցագործներից, ինձ դրսում ծեծելել են, օքեյ, ծեծել են, մի օր կծեծեն, մի օր իրան կծեծվեն, ոնց որ են ոչխարը Սևանի ճանապարհին կորավ, կկորեն հերթով, ես ասում եմ, ինձանից հեռու խաղացեք, կարաք հետս ադուշի ընկերություն արեք, ես այս ձև եմ, ասում եմ, լիքը մարդ գիտի, ասում եմ, հարջան, այդ ձև ես, ցավդ էլ տանեմ, դու քո կյանքն է, լիքը մարդ ձեզ չի ասում, ինձ անձնականով գրում է, Հարութ ջան, կողդ ենք, ու լիքը պաշտոնավոր մարդիկ էլ, լիքը են կալիբլի տղերք էլ, բայց հարջան, ասում եմ, որ գաս մեր այդ հանդիպման, լույսեր չդնես, ասում եմ ես էլ քու ցավը տանեմ, որտեվ ես առաջինը ինքս ինձ եմ հարգում, հետո այդ մարդկանց, որտեվ այդ մարդիկ են կալիբլի տղերք են, որ ես իրանց հետ շփվելուց գիտեմ ոնց շփվեմ ու խի շփվեմ,
Ուրեմն ինչ տղու հետ ես շփվում եմ, ուրեմն այդ տղեն գոմիկ է, սխալվում եք։ Ես լիքը տղերքի հետ բարև բայլուս ունեմ փողոցում, բայց կյանքում ինքը չի նայում ոչ մի տղու կողմ։ Ինքը աղջկա է սիրում։ Դա իր իրավունքն է։ Ու ոչ մեկի խնդիրը չպետք է լինի մարդու սեռական կյանքը։ Կներեք, որ սենց բաց եմ խոսում, բայց ավելի լավ է սենց բաց խոսամ, հետո դուք որ իմանաք Հարութը տղու հետ սեքսը արե, ասեք ոյ, բայսիենի չէր, չզարմանաք։ Ես այդ ձև եմ, բայց կյանքում երբեք իմ սեքսերի մասին վիդեոներ դուք չեք կարող իմանաք։ Երբեք, որտեվ դա իմ սեռական անկողինն է, դա ես եմ որոշում։ Ես պրոստը ձեր հետ կիսվում եմ անկեղծ բաց ու թամբանձիկ ու ասում եմ, ես ես ձև եմ ախպեր։ Եթե իմ ծնողը ինձ ընդունում անենց ոնց որ ես կամ, ուրեմն ես թքած ունեմ ցանկացածի վրա։ Եթե իմ ծնողը, իմ որդեգրած ծնողը գիտի, որ 12 տարեկանում իմ հետ էս դեպքն ա եղել ու դրանից հետո ես շեղվել եմ, ուրեմն թող իմացեք շեղվել եմ, էս ձև եմ։ Всё։ Թքած ունեմ արդեն, ես անկեղծ եմ ասում, ես այս կյանքում կորցնելու բան չունեմ։ Այս կյանքում կորցնելու կարամ մենակ ցավամ իմ ծնողներին կորցնելուց։ Ուրիշ ոչ մեկին, հավատացեք, ես սառնասրտությամբ եմ ամեն ինչին վերաբերվում։ Ամեն ինչին։ Ամեն ինչին։ Տղերք ջան, դուք էլ որ աղջիկեքի հետ սեքս եք անում, մի կայնեք սաղի մոտ խոսացեք, այդ աղջկան վարքաբեկեք։ Այդ աղջիկը լիքը աղջիկեք կան տրանսում կայնող, այսօր ընտանիքի մայր են, ընտանիքի մայր ու հարգանքի արժանի մայր են, լիքը աղջիկեք, դուք իմ հայ աղջիկեքի անունը չքցեք, սեքս եք արե, կայֆ ա տվե, ինչ եք գնաց ընկերների մոտ պատմում, վայ իմացար ինչ ճիշտ, ինչ լավներ, արա լավներ, ես հելնում սաղ ընկերներիդ ասում, բա որ այդ ընկերներիցդ մեկը հավանացած եղավ այդ աղջկան, ու չգիտի, ամուսնանում ա, երեխա ա կազմում, ընտանիք ա կազմում, խես այդ աղջկա, կյանքը պղտորում։ Ջոյ ջան, կներես ցավը տանեմ, հեսա կկպնեմ, ջոյ, կկպնեմ հեսա։ Հա, խեք օրինակ պղտորում։ Լիքը ասում եմ, մարմնավաճառ աղջիկեք կան, այսօր 1000 տղուց լավ տղա են, ընտանիք են պահում, աշխատում են, տունը ստեղծում են, գողական, կալիբլի լավ աղջիկեք են, չզարմանաք, մարմնավաճառը ժամանակի դարձել է թույն ընտանիք պահող մայր, դրա համար եմ ասում, տղերք ջան, դա նորմալ է, երբ որ դուք աղջիկ եք սիրում, ու աղջկա հետ հարաբերություն եք ունենում, նորմալ չի, որ այդ հարաբերությունը ունենում եք, հետո ձեր սոցցանցերից բլոկում եք ու վիդեոները պահած շանտաժի եք ենթարկում կամ ասում եք։ Չէ աղբեր քիչ խոսալ չկա, պիտի սրա մասին խոսած, որ բոլորին պարզ լինի, ով սեռական կյանք չունի, բոլորը ունեն, դաժի ես գիտեմ երեխեք 16-15 տարեկան տղերքը ունեն սեռական կյանք Հայաստանում։ Դա նորմալ է, 15-16 տարեկանը դեռահաս է, ինքը այն աստիճան է, որ ինքը արդեն պետք է ունենա։ Ամոթել է այդ տղեն չունենա, բա իմ պեշտ լող չի 12 տարեկանում բռնաբարեն մարդը շեղվի։ Տղերք ջան, ում կայֆները տալիս է, արեք ձեր հաճույքը։ Ոչ մեկին էլ մի բան արեք, բայց նորից եմ ասում, ձեր ծնողներին թիկունք եղեք։ Ձեր ծնողներին, չէ, չեմ ծառայել ու չծառայելս գոմիկության հետ կապ չունի, ինձ չեն տարել, որովհետև ինձ որդեգրել են տարիքով ծնողներ, որոնց խնամում եմ ես, որոնց պահում եմ ես, ու ես ինչ եմ անում, դա ես գիտեմ, տեսեք, բոլորիդ հետ թափանցիկ խոսում եմ, որ ոչ մեկ հետո չասի, վայ Հարութը սենց, վայ Հարութը նենց, երեխեք ջան, թքած ունեմ, ով ինչ կասի սրանից հետո Շորցիկ եք տեսնում հակած եմ, վայ, գալիս եք հիացած նայում եք բդերիս, ու հելնում եք դուրսը, սկսում եք ձեզ վատ պահելը, եթե պիտի գասնայես բդերիս, պերսոն ջան, եթե լայվ էջումս ես, կեզ ասեմ կու ծավըտ տանեմ, պերսոնը չոտքի է նոր ասեց, ասվա գնում են գիշերը մեկին երկուսին նայում են Հարութի բդերին,
կներեք, ժաշ տալի հանգստանում են, ցերեկ ելնում են լավ տղա են խաղում։ Ելք եք ելնում լավ տղա խաղում։ Դուք լավ տղա եք, ոչ մեկ չի կասկածում, ձեր լավ տղության վրա, բայց եղեք բոլորի համար ընենց ոնց որ դուք կաք։ Ես մասիվի այդ վիդեոն չեմ հրապարակե, ու չի հրապարակվելու, դա դրված է իմ ընկերոջ տան մեջ։ Ընկերոջս տան մեջ դրված է նաև այն օլիգարխների համարները, որոնք որ լավ ջոյին կպնեմ Oi, привет։ Մենք քեզ լսում ենք, շարունակ ինչ տարբերություն է։ Այն մարդկանց համարներն է դրված այդ մարդու տան մեջ։ Կներեք ջոյ ջան, 1000 ներողություն։ Եթե ձեզ մենք լսում ենք, որոնք որ Զաքյան փողոցի վրից գիշերները կայնում մարդկանց են տանում դոմփում։ Կներես, դրա համար եմ ասում, եթե աճելի չի ջոյ։ Մենք գիտենք։ Հա, ջոյին է լավ գիտի, բայց ասում եմ Ձեզ մի համա հանեք, ոնց կա կարատես ներկայացեք, ասենք ես չեմ ամանչում, ես ասում եմ սենց եմ, աղբեր, ջոյի, կներես բայց պիտի ասեմ, իմ էջում 3-2 հոգու բլոկ եմ, անկեղծ տես, ես տղավարի քեզ անկեղծ ասում, ես թաքցնելու, ինձ գրել են աղբեր, ջոյի համարը տուր, մենք ջոյին սիրում ենք, ասել եմ գնացիր ըստից, անկեղծ եմ ասում, մի նեղացի, վիզս կտրեմ, Ես գիտեմ, որ դու կարգին տղա ես, ոչ մի տենց առնչություն չունես, պրոստը անկեղծ ես սաղ հետ կիսվող եմ, մի նեղացի, ավելի լավա դու լսես ինչ են գրում, քան խապեմ քեզ, անկեղծությամբ գրել են, բլոկել եմ, որովհետև այն մարդուն, որ դու ճանաչում ես իմ հետ է աշխատում, ինձ ասել է աղբեր, այդ մարդը այդ ձև անկեղծ լավ տղա է, Նրանց հետ չկա, նրանց թեմաներում չկա։ Ես էլ ասում եմ, ով որ սրանից հետո ջոյի վերաբերական բան կգրի, ստեղ է բլոկվելու է։ Անենց որ ցավը տանեմ, իմացի, այս մեր խփնված ուղեղները շատերի չեն գիտակցում, որ ով է լավ, ով է վատ։ Հիմա ես քո տեղը լինեի, մի հատ տեխնացություն կդնեի, կհելնեի, լայվով է, ինչով է, ժողովրդին կհավաքեի իրար վրա, միտինգներով կանեի, Նիկոլի կողմից, չնայած դու Նիկոլի կողմից ես։ Նիկոլին ինչ-որ մի ձև պատերժկա կանեի։ Նիկոլին մենք Նիկոլի թիմից ենք, ազիզ, մենք Նիկոլին հանեիր, բայց դու լինեիր վարչապետ։ Չէ, աղբեր, Նիկոլ Փաշինյանը ինձ հարազատ մարդ է, շատ հարազատ մարդ է։ Դրա համար ինքը պիտի 2026-ին անցնի էլի։ Սաղի ինադու պիտի անցնի։ Հարուտ, բայց ես մի բան չհասկացա։ Լայվի կեսը ասում ես քեզ մեղադրում են գեյ լինելու մեջ։ Հա։ Մյուս կեսը դու գեյերին մեղադրում ես գեյ լինելու մեջ։ Թե մեղադրում, դու չես ուզում հասկանասի չեմ ասում։ Ասում եմ, նայ, ասում եմ, եթե մարդիկ գեյ են, ջոյ, լսի ուշադիր։ Իրանք ավելի լավ է, չվախենան, քան հետո որ վիդեոներ են հրապարակում իրանց վերաբարական, սկսում են վայվույ անեն, աղբեր եթե դու այդ ձև ես, չոտքի չեմ խոսում հիմա, այդ եմ ասում, ես գեյերին ու տրանսներին ընդհանրապես չեմ վարկաբեկում, եթե ես վարկաբեկելուն եմ, առաջինը ինձ պիտի վարկաբեկեմ, երկրորդ, քանի հատ վիդեո իմ էջերում հրապարակված կա, ես ասել եմ, որ տրանսին ու գոմիկին ինչ-որ մեկը բան կասի, գնացեք թռեք դեմքներին, ես ձեր տեղը կդատվեմ, գնացեք թռեք գեյ, Հարուտ։ Աղբեր, Հայաստանում գոմիկ են ասում, բայց իրականում գեյ է կոչվում, ես տենց գիտեմ, չգիտեմ ոնց է ճիշտը, հիմա, նայ իմ ասածը այդ աղբեր, եթե մարդ այդ ձև է, օքեյ, այդ ձև է, Մասիվում ամառվա վիդեո ունեմ, 2 տղա համբուրվելուց, բայց մասիվում երբ որ անցնում է, իրանց դնում էին կռուտիտի լավ տղու տեղ, ուզում էին մտամ իրանց ցույց տամ, որ իրանք լավ տղա են։ Այդ վիդեոից հետո սկել են, անցել են գետնատակով։ Ասել են, որ րոպեին ձեր պրոստը տակ ձեզ պայք լկտի, ձեր վիդեոները ոչ թե ես եմ հրապարակելու, այն են մարդը ու մոտ կա այդ վիդեոները։ Բոլոր Հայաստանում 12-ից հետո Զաքյանի վրա ինչ կատարվում է, դրանց բոլորի վիդեոները դրված է արխիվում։ Հիմա դու պայքարում ես գեյերի դեմ։ Չէ, ոչ մեկի։ Ես պայքարում եմ, որ այս հասարակությունը ապրին, ոնց որ ինքն է կամենում, ոչ թե ուրիշի անկողին մտնի, դատապարտի մարդկանց։
Ամբողջ աշխարհում է դա տենց։ Հիմա Ռուսաստանը ասում է ես չեմ ընդունում, բայց Ռուսաստանի 90%-ը գեյ է։ Ով չգիտի։ Հիմա ինչ հարց է, չեմ Հարցս գիտես որն է։ Հարցիս իմաստը։ Նայ, Ջոյ, հիմա նայ, գալիս ես ասում են, չէ, Հարութին ծնող են քրֆում, մեր են քրֆում։ Իմ ասած է այդ ախպեր, ծնող մեր, որ դու քրֆում ես, ասենք, մարդը գոմիկ է, օրինակ գեյ է, լավ է իրա խնդիրն է, ումը ինչ խնդիր է։ Հիմա ուզում եմ հասկանամ կռիվը քո ինչումն է, որտեվ մարդիկ չեն սիրում գերին, թե սիրում են գերին։ Իմ կռիվերն ախպեր թող են ամեն մեկը ամեն մարդ իր անկողին են, չեմ գնում։ Ապրիացի առաջ, հիմա ինչ ես ուզում, մենք 130 մի հատ Ամերիկայում չէ, իրականում թեման բացվել էր, այն Ամերիկայի մի հատ ուռուկ գլող ոչխար կա։ Մեծ գլխանի դև։ Արա է ինչա։ Այն որ ես վերջերս Աշոտին էր անդրադարձել TikToker։ Ասում է Դերյան հակրում է լավ անում։ Արա լավ անում Աշոտը ինչ անում է։ Եկել ես հայերիս ես փնովում, հիմա էլ ես եմ քեզ փնովում։ Հջես կպել, ասենք Աշոտի ջանից։ Ասում է Անդրեն գոմիկա, Ակմայինի գոմիկա։ Ես մենակ մի բան եմ հասկանում, Հարութը գժված է ինչ-որ մի բանի վրա, բայց ինչի վրա ես։ Արա այն Արայի վրա եմ գժված, Ջոյ, Ամերիկայի մի հատ ուզում ես մարդիկ սիրեն գերին։ Չսիրեն ախպեր, չեն սիրում, թող չսիրեն, բայց հարգեն։ Մարդուն որպես մարդ հարգեն։ Հարութ, ամեն մարդ մի ձև է, մարդ կա ինքը իրան չի հարգում։